Իրանի շուրջ զարգացումների մասին այսօր խոսելու ենք իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես Իրանի իշխանությունները հայտարարում են, որ երկրում բողոքի ալիքը կարծես թե վերահսկողության տակ է եւ ակտիվությունն է նվազում։ Այս հայտարարությունը ավելի շատ ներքին լսարանին է ուղղված, թե արտաքին աշխարհին։ Ինչ է կարծում։ Իրականում երկուսին էլ, բայց նախ եւ առաջ մենք պետք է ֆիքսենք, որ մենք չենք կարող այսպես լիովին վստահել այդ տեղեկատվությանը, ինչու, որովհետեւ արդեն 4 օր է, ինչ Իրանում ինտերնետը անջատված է նաեւ կապի մյուս բոլոր միջոցները, խափանվում է նաեւ արբանյակային կապը, ու այս պայմաններում մենք Իրանից շատ քիչ ինֆորմացիա ենք ստանում, հիմնական ինֆորմացիան, որ կա, դա պաշտոնական ինֆորմացիան է, որն էլ փաստացի զտված է եւ միայն տեղադրում են այն ինֆորմացիան, որը իրենք ցանկանում, որ հանրությունը թե ներքին եւ թե արտաքին աշխարհը ստանա, հետեւաբար այս պայմաններում մենք նախ եւ առաջ չունենք լիովին պատկերացում, թե իրականում ինչ է կատարվում Իրանում, որովհետեւ նույն ընդդիմադիր օրինակ ալիքներում էլ որոշակի ինֆորմացիա է սպրդում այն մասին, որ դեռ ցույցերը շարունակվում են, այնինչ իշխանությունները հակառակն են պնդում։ Կարող ենք խոսում է այն մասին, որ իշխանությունը հրապարակ է հանել, այսպես ասած, իշխանամետ ուժերին եւ բողոքի ցույցերին զուգահեռ նաեւ հրապարակում են իշխանամետ ուժերը։ Ինչ է կատարվում ըստ էության։ Իրականում իշխանամետ ուժերին բողոքի ակցիաների հանելը, սա Իրանի իշխանությունների կողմից բազմիցս կիրառած մեթոդներից մեկն է, այսինքն երբ որ երկրում լինում է ինչ-որ ցնցում, հակաիշխանական ակցիա, դրանք պատասխանում են իրենց աջակիցներին այսպես դաշտ հանելով ու ցույց տալով, որ իրենք վայելում են հանրության աջակցությունը եւ որ հանրությունը իրականում չի աջակցում այն գործողություններին, որոնք օրինակ այսօրերին ականատես են եղել ցուցարարների կողմից։ Ու ընդհանուր դատելով մեր ունեցած ինֆորմացիայից կարելի է ենթադրել, որ վերջին օրերին ինտերնետի անջատելուց հետո ցույցերը ճնշվել են ավելի այսպես սաստիկ ձևով, ինչը այո հնարավորություն է տվել իշխանություններին ավելի կառավարելի դարձնել մթնոլորտը ու արդեն դաշտ հանել հազարավոր իրենց աջակիցներին։ Իսկ ինտերնետի GPS-ի անջատումը ինչի մասին է վկայում, որ երկիրը կանգնած է նոր էսկալացիայի առջև արտաքին ուժերի կողմից, ինչպես իրենք են վստահեցնում, այսինքն Միացյալ Նահանգները կամ Իսրայելը հնարավոր է, որ ռազմական գործողություններ սկսեն Իրանում, ինչի պատճառով, ինչի մտավախությունը ունեն իշխանությունները եւ այդ պատճառով է, որ GPS-ը եւ ինտերնետը չեն աշխատում, ակտիվացված են։ Կոպը բերվել է բարձր մակարդակի պատրաստության։ Ինտերնետը երբ անջատեցին, այն բանից հետո, երբ եղավ ցույցերի պիկ, այսինքն հունվարի 8-ին այդ ցույցերը հասան նոր պիկի ու նոր ռեկորդի, ընդ որում գերազանցեցին անգամ նախորդ տարիներին եղած ցույցերի ուժգնությունը, ինչը կառավարելի չէր դարձնում իրավիճակը։ Հիմա որպեսզի այդ իրավիճակը բերեին կառավարելիության դաշտ, անհրաժեշտ էր նման միջոցառումներ ձեռնարկել, հա ինտերնետը անջատել, կապի միջոցները անջատել, դա միտված էր թե նրան, որպեսզի այդ ցուցարարները օրինակ զրկվեն միմյանց հետ կապ հաստատելու հնարավորությունից ու ավելի անկազմակերպ լինեն եւ իհարկե նրան, որ արտաքին աշխարհը եւս առանձնապես տեղեկություն չունենա, թե ինչ է կատարվում Իրանում ու փաստացի այդ գործողությունները օգտագործելով հնարավորինս կարողանում են ըստ էության նվազեցնել այդ ցույցերի ալիքը, իսկ ինչ վերաբերում է արտաքին սպառնալիքներին, այո նահանգների կողմից կան բազմաթիվ սպառնալիքներ, առնվազն 5 անգամ Թրամփը սպառնացել է եւ այսօր եւս հայտարարել է, որ դիտարկում են տարբեր սցենարներ, բայց ընդհանուր առմամբ մենք չենք կարող այսպես հստակ կանխատեսել ու ասել, որ այո հարվածը կլինի, ըստ էության գուցե կա արդեն իսկ նման որոշում ու անդադ սպառնալիքներ հնչեցնելով Թրամփը փորձում է խաղադրույքները բարձրացնել, օրինակ Իրանի իշխանությունների հետ ինչ-որ բանակցությունների գնալ, նրանցից ինչ-որ զիջումներ կորզել, բայց ըստ էության հարվածը կլինի, չի լինի կամ ինչպիսին կլինի, դա է ընդ որում ամենագլխավոր հարցը։ Մենք անդադ խոսում ենք հարվածի հավանականության մասին, բայց ոչ ոքի համար պարզ չէ, թե դա ինչ է իրենից ենթադրելու։ Արդյոք ինչ որ անձի թիրախավորում, ենթակառուցվածքների թիրախավորում, որովհետև Իրանի պետական համակարգը դա շատ լայն հասկացություն է ու իրականում միայն Ալի Խամենեի անձով չի պայմանավորված։ Ենթադրենք, եթե օրինակ նա է թիրախավորում, դա չի ենթադրելու, որ վերջ պետական համակարգը այլևս գոյություն չունի։ Դա այնքան մեծ ինստիտուտների համակցություն է իրենից ենթադրում, որ
բարդ է պատկերացնել, թե կոնկրետ այդ Ամերիկայի գործողությունները ու միջամտությունը ինչ տեսք է ենթադրելու, որպեսզի համակարգը ենթադրյալ փլուզվի։ Եթե փորձենք գնահատել իրավիճակը, ռեալ գնահատել, այս բողոքի ակցիաները ինչով են տարբերվում նախկինում եղած բազմաթիվ ակցիաներից։ Այստեղ իրոք սոցիալական խնդիր է դրված, թե արտաքին ուժերի միջամտություն այնուամենայնիվ կա, ըստ ձեզ։ Տեսեք, Իրանին վերաբերող գործողություններում, այդ թվում ցույցերի դեպքում արտաքին միջամտությունը միշտ եղել է առնվազն հռետորաբանության մակարդակում, քարոզչության մակարդակում, հռետորաբանական աջակցության մակարդակում ու նաև գործակալական մակարդակում։ Մենք պատերազմի օրերին, 12-օրյա պատերազմի օրերին տեսանք, թե Իրանում ինչ հսկայական գործակալական ցանց կա, օրինակ Իսրայելի, այսինքն այս ցույցերին էլ չի բացառվում եւ ընդ որում իշխանությունների այսպես պարտունական վարկածն էլ հենց դա է, որ այդ գործակալական ցանցն է այս ամեն ինչը իրագործել, որ գործակալական ցանցը իր ազդեցությունը ունեցել է, բայց մենք չենք կարող այս ամեն ինչը միայն այդ ցանցին վերագրել, որովհետև տարիներ շարունակ այդ երկրում սոցիալ-տնտեսական խնդիրները, քաղաքական խնդիրները միայն կուտակվել են, հասարակության դժգոհությունը միայն ավելացել է եւ հասարակ իրանցին իր կենսապայմանների բարելավում ոչ թե չի տեսել, այլ ընդհակառակը դրանք միայն վատթարացել են։ Այսինքն տվյալ դեպքում էլ այդ խնդիրները դարձան պարզապես շարժառիթ, որպեսզի տարիներ շարունակ կուտակված դժգոհությունը արտահայտվի եւ շատ արագ այդ տնտեսական բողոքը վերածվեց պարզապես քաղաքականի, որովհետեւ այսօր շատ իրանցիներ այդ խնդիրների լուծումը տեսնում են պետական համակարգի փոփոխության մեջ։ Հիմնական պահանջը ինչն է։ Ժողովուրդը ինչ է պահանջում։ Եթե դատենք զուտ կարգախոսներից, հիմնականում երկու այսպես կարգախոսներ են գերակշռում, Մահ Խամենեին, Մահ Բռնապետին եւ օրինակ Փահլավին վերադառնալու է խոսքը շահի մասին է, ընդ որում այստեղ պետք է մենք նաեւ մեկ այլ արձանագրում անենք, որ իրականում այդ ցույցերը ի սկզբանե չէին եղել այսպես հստակ կազմակերպված ու օրակարգով, բայց ժամանակի ընթացքում հատկապես այդ ցույցերի ռեկորդային ուժ գնացումից հետո մեզ համար շատ հստակ նկատելի էր, թե ինչպես էր օրակարգը աստիճանաբար քարոզչական մակարդակում, այսպես համախ սլաքներն ուղում Ռեզա Փեհլևիի շուրջը, այսինքն նրան փորձեցի ներկայացնել որպես առաջնորդ եւ հենց ինքը փորձեց հանդես գալ որպես առաջնորդ, ցույցեր անելու կոչեր արեց, այսինքն անգամ այդ հունվարի 8-ի 9-ի պիկերը ցույցերի վերագրեցին Ռեզա Փեհլևիին, թե իբրև նրա կոչով է եղել այդքան մարդաշատ ցույցերը։ Իրականում մենք չենք կարող նման պնդում անել, որ հենց նրա դերակատարմամբ են ցույցերը այդքան մարդաշատ եղել, այլ գուցե այլ գործոններ են ազդել, բայց փաստացի քարոզչական տիրույթում ձևակերպեցին այն օրակարգը, որ մարդիկ ցանկանում են շահի վերադարձը։ Տեղեկություններ կան, որ Իրանը կանխել է զինված խմբի ներթափանցում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի աջակցությամբ գործող կառույցների մասնակցությամբ, եւ ուշագրավ է հատկապես հանգամանքը, որ այս տեղեկությունները Թեհրանին է փոխանցել Անկարան, Թուրքիայի հետախուզությունը, որքանով է սա նշանակալի զարգացում, հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը հատկապես Իրանի հարցում եւ Իսրայելի հարցում։ Տեսեք, այս ամբողջ ընթացքում տեղեկատվական դաշտում իրականում շատ են քարոզչական տարատեսակ նյութերը, ընդ որում բոլոր կողմերի կողմից, թե իշխանությունների, թե ընդդիմադիրների եւ նմանատիպ էլի քարոզչական նյութերից մեկն էլ հնարավոր է հենց դա է եղել, այսինքն պաշտոնապես մենք նման ինֆորմացիա չենք տիրապետում, որ զինված խմբի ներթափանցում են կանխել եւ այն էլ Թուրքիայի աջակցությամբ։ Հիմնականում քարոզչական դաշտում է շրջանառվել ու դրա այսպես հավաստիությանը պետք է մենք կասկածի տակ դնենք։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը, Թուրքիան ու Իրանը հարևաններ են, ունեն ընդհանուր շահեր, բայց իրենք նաև մշտական հակառակորդներ են ու Թուրքիայի տեսանկյունից առնվազն տեսանկյունից եւ կրոնական եւ առհասարակ տարածաշրջանում իրենց ունեցած շահերի տեսանկյունից, օրինակ ամենամեծ այսպես շահերի բախումը, որ Իրանն ու Թուրքիան ունեին, դա Սիրիայում էր։ Այս առումով Թուրքիայի համար որպես Իրանի իր մշտական մրցակցի թուլությունը բնականաբար ավելի նախընտրելի կարող է լինել, բայց միաժամանակ Թուրքիայի համար կարևոր է, որ այդ Իրանը լինի կառավարելի եւ անկայունության հետևանքով Իրանում տարատեսակ մարտահրավերները օրինակ չտեղափոխվեն նույն Թուրքիա։ Հետևաբար այս առումով դիրքորոշումներում այդ երկու դրվագներն էլ կան, եւ ձեռնտույը եւ նաեւ մարտահրավերները։ Reuters-ը օրինակ հայտնում է, որ Իսրայելը գտնվում է բարձր պատրաստության վիճակում, իսկ Թրամփն էլ խոսում է, դուք էլ ասացիք, Իրանում միջամտելու պատրաստակամության մասին։ Առաջիկայում ըստ էության ինչ սպասել։ Եթե հաշվի առնենք, որ Իսրայելն է արդեն բարձր պատրաստության մակարդակի բերվել։
զինված ուժերը։ Տեսեք, այս ընթացքում էլ դեռևս նախքան իրավիճակի սրումը օրինակ կային խոսակցություններ, որ Իսրայելը հերթական անգամ փորձում է անկներին համոզել, որ նա հարվածի Իրանին, ու բնականաբար այս իրավիճակում կրկին Իսրայելի շահն է լինելու, որ նահանգները հարված հասցնի Իրանին կամ Իրանում անկայունություն ստեղծվի, ինչ-որ համակարգ փոխվի, այսինքն բոլոր բաց սցենարները հօգուտ Իսրայելի են։ Ու քանի որ կան սպառնալիքներ Իրանից էլ պատասխան սպառնալիքներով են հանդես եկել, նշելով, որ տվյալ դեպքում, եթե նահանգները հարձակվի Իրանի վրա, Իրանի համար էլ օրինական թիրախ կարող է լինել Իսրայելը։ Այսինքն Իսրայելի նման պատրաստվածության բարձր աստիճանի գալը նաև կարող է այդ զգուշացումներով պայմանավորված լինել, որ հնարավոր հարվածի դեպքում գուցե իրենք էլ հարված ստանան։ Տեսեք, մի կողմից Թուրքիան փոխանցում է հետախուզական տվյալներ Իրանին, մյուս կողմից Ադրբեջանում Բաքվում սպասում են Իսրայելի արտգործնախարարի այցին, որը կայանալու է այս ամսվա վերջին, հունվարի 26-ին, եթե չեմ սխալվում։ Ըստ էության կարող եք ասել, որ Հարավային Կովկասը կարող է դառնալ Իրանի շուրջ հակամարտության երկրորդային հարթակը։ Տեսեք, իրականում այս առումով Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների առումով ինչ որ շատ նոր բան չկա, որովհետև դրանք միշտ են եղել այդպիսին, բոլոր ոլորտներում ռազմականից սկսած ընդհանուր գյուղատնտեսական Ադրբեջանը ու Իսրայելը ունեցել են սերտ հարաբերություններ, ու հենց նաև դա է պատճառներից մեկը եղել, որ Իրանը բարբերաբար զգուշացրել է Ադրբեջանին, ընդ որում ընթացիկ տարվա 12-օրյա պատերազմի ընթացքում եւս էլի խոսակցություններ կային, որ Ադրբեջանը եղել է հարթակ եւ այլն, Իրանից տարբեր նման հայտարարություններ էին հնչում։ Այս պայմաններում այն, որ Ադրբեջանը կարող է կամ ծառայել է որևէ տեսակի հարթակ Իրանի դեմ հնարավոր գործողություններում, այսինքն այդ խոսույթը նոր չէ, ու հիմա էլ չեն կարող բացառել, որ եթե նույն Ադրբեջանը իր առջև նման խնդիր դնի եւ իրավիճակը հարմար համարի, կարող են համատեղ առնվազն օրինակ հարուցչական տիրույթում ինչ-որ գործողություններ ձեռնարկել։ Իսրայելի արտգործնախարարի այցը, սպասվելիք այցը Բաքու, կարող են դիտարկել Իրանի դեմ հնարավոր ինչ-որ գործողության ինչ-որ քննարկում կամ մաս։ Առաջին հերթին երևի թե դա պետք է դիտարկել Իսրայել-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների համատեքստում, բայց չեն կարող բացառել, որ կարող է նաև Իրանի հարցը քննարկվել։ Այստեղ օրինակ կարևոր է Իրանի թուրքախոսների շրջանում հնարավոր քարոզչական գործողությունների հարցը, որովհետև երբ որ Իրանում նման լարված իրավիճակ է լինում, ակտիվանում են նաև պանթյուրքիստական շրջանակները, որոնց հիմնականում աջակցում են Ադրբեջանը, Թուրքիան, այլ Իսրայելը, Միացյալ Նահանգները, ու հիմնական վտանգներից մեկը, որ այս առումով կարող է լինել, գուցե Իրանի թուրքախոս շրջաններում պանթյուրքական ինչ-որ տարրերի ակտիվացումն է, որ տվյալ դեպքում կարող է լինել Ադրբեջանի կողմից կամ Ադրբեջան-Իսրայել ինչ-որ համագործակցությամբ, որտեղ Իսրայելը եւս լեցված է այդ քարոզչությանը։ Իրանի շուրջ ծավալվող զարգացումների ֆոնին սցենարներից որն է ամենավտանգավորը Հայաստանի համար։ Իրականում բազմաթիվ սցենարներ կարող են լինել, բայց մեզ համար ամենավտանգավոր սցենարն այն է, որ Իրանը թևակողի այսպես մշտական անկայունության փուլ, այսինքն այս երկրում լինեն անդադ զինված բախումներ, իշխանությունը չկարողանա վերահսկողություն հաստատել, կամ եթե լինի սցենար, երբ որ օրինակ ենթադրենք այս համակարգը հեռացվում է, գալիս է նոր համակարգ, բայց երկիրը միևնույն է շարունակում է ցնցումների մեջ լինել, օրինակ ինչ որ էթնիկ շրջաններ շարունակում են ցույցեր անել ու այլ պահանջներ ներկայացնել, այսինքն կայուն անկայուն վիճակը եւ նաեւ թեկուզ էթնիկ հուզումները կամ պառակտումները, սրանք որևէ կերպ Հայաստանի շահերից չեն մխում, որովհետեւ դրանից դժվարելու է մեր բոլոր տեսակի հարաբերությունները Իրանի հետ, տնտեսականից սկսած, ընդ որում տնտեսականը այս իրավիճակից արդեն իսկ դժվել է, ինչեւ իսկ քաղաքական հարաբերություններ։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Շնորհակալ։ Իրանի շուրջ զարգացումների մասին մենք խոսում էինք իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ։ Ցտեսություն։